Բարև ձեզ, ես գաստրոենտերոլոգ Հասմիկ Թաշյանն եմ և այսօր խոսենք բերանում դառնահամության մասին, որը հաճախ հանդիպում է առօրյա կյանքում։ Շատ պացիենտներ այս գանգատը չեն ընկալում որպես բժշկական խնդիր և երկար ժամանակ չեն դիմում մասնագետի, սակայն գաստրոենտերոլոգի տեսակետից դառնահամությունը հաճախ մարսողական համակարգի ֆունկցիոնալ կամ օրգանական խանգարման նշան է։ Այս տեսանյութում կբացատրեմ ինչ մեխանիզմով է առաջանում դառնահամությունը, ինչ հիվանդությունների հետ կարող է կապված լինել և երբ է անհրաժեշտ բժշկական միջամտություն։ Ինչ է դառնահամությունը։ Դառնահամությունը բերանում համի սուբյեկտիվ զգացողություն է, որը առավել հաճախ կապված է լեղացությունների առկայությամբ վերին մարսողական ուղիներում։ Ֆիզիոլոգիական պայմաններում լեղին արտազատում է 12 մայթնի աղիք և չի հայտնվում ստամոքսում կամ կերակրափողում։ Երբ այս մեխանիզմը խանգարվում է, առաջանում է դառնահամ, այրոց, երբեմն նաև ցավային զգացողություն։ Գաստրոենտերոլոգիական տեսակետից հիմնական պատճառներն են լեղու արտահոսքի խանգարում, դուոդենոգաստրալ ռեֆլյուքս։ Ինչ է դա։ Դա ստամոքսի անտրալ փականի անբավարար աշխատանքի շնորհիվ լեղու հետհոսքն է դեպի ստամոքս։ Լեղու հետադարձ հոսքը ստամոքս առաջացնում է լորձաթաղանթի գրգռում, ինչը դրսևորվում է նաև դառնահամությամբ։ Մյուս պատճառը ստամոքսի և 12 մայթնի աղիքի շարժողական դիսֆունկցիա։ Պացիենտները հաճախ նշում են, որ դառնահամությունը ուժեղանում է առավոտյան դատարկ ստամոքսին, յուղոտ կամ տապակած սննդից հետո, երկար քաղցից հետո, ստրեսային վիճակներում։ Այո, դառնահամությունը կարող է առաջանալ նաև գերլարված վիճակներում։ Այս բոլոր գործոնները ազդում են լեղուկների տոնուսի և շարժունակության վրա։ Դառնահամությունը կարող է առաջանալ հետևյալ հիվանդությունների դեպքում. լեղուկների դիսկինեզիա, դա ֆունկցիոնալ խանգարում է, որի դեպքում լեղին արտազատվում է ոչ ճիշտ ժամանակին կամ ոչ բավարար քանակությամբ։ Սա դառնահամության ամենատարածված պատճառներից մեկն է։ Քրոնիկ խոլեցիստիտ, նույնիսկ քարերի բացակայության դեպքում լեղապարկի քրոնիկ բորբոքումը կարող է առաջացնել լեղուկանք և դառնահամություն։ Դուոդենոգաստրալ և գաստրոէզոֆագյալ ռեֆլյուքս, դա նույն այրոցն է, որը ձեզ հայտնի է։ Լեղու և ստամոքսահյութի հետադարձ հոսքը վերին բաժիններ աղաստամոքսային տրակտի հաճախ ուղեկցվում է դառնահամությամբ, այրոցով և ծանրությամբ։ Քրոնիկ գաստրիտ և 12 մայթնի աղիքի բորբոքում լորձաթաղանթի բորբոքային փոփոխությունները նպաստում են ռեֆլյուքսի զարգացմանը։ Հելիկոբակտեր պիլորի այս մանրէն փոխում է ստամոքսի միջավայրը և կարող է նպաստել դառնահամության առաջացմանը։ Լյարդի նյութափոխանակության խանգարումները հաճախ արտահայտվում են ոչ սպეციფიկ ախտանշաններով, այդ թվում դառնահամությամբ։ Երբ է պետք զգոն լինել։ Դառնահամությունը պահանջում է պարտադիր բժշկական գնահատում, եթե այն ուղեկցվում է աջ ենթակողային մշտական ցավով, սրտխառնոցով կամ փսխումով, մաշկի կամ սկլերաների դեղնավուն երանգով, մեզի մքացումով կամ կղանքի գույնի փոփոխությամբ։ Սրանք կարող են խոսել լյարդ լեղուկների համակարգի շատ լուրջ խանգարումների մասին։ Գաստրոենտերոլոգիական մոտեցմամբ սովորաբար նշանակվում է որովայնի խոռոչի ՈՒԶՀ ուլտրաձայնային հետազոտություն, լյարդի կենսաքիմիական անալիզներ, հելիկոբակտեր պիլորիի թեստավորում, ցուցումներով նաև գաստրոսկոպիա։ Հետազոտությունների ընտրությունը միշտ անհատական է։ Մինչև բժշկի դիմելը խորհուրդ է տրվում սնվել կանոնավոր, խուսափել յուղոտ և ծանր սննդից, չուտել քնելուց անմիջապես առաջ, սահմանափակել ալկոհոլը, չզբաղվել ինքնաբուժությամբ։ Դառնահամությունը բերանում գաստրոենտերոլոգի համար կարևոր ախտանշան է, որը պահանջում է ճիշտ և ժամանակին գնահատում։ Վաղ դիմումը բժշկին թույլ է տալիս կանխել քրոնիկ գործընթացների զարգացումը։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Եթե տեսանյութը օգտակար էր, բաժանորդագրվեք դոկտոր Հասմիկ Թաշյան YouTube-յան ալիքին և գրեք մեկնաբանություններում։ Երբ է ձեր մոտ առաջանում դառնահամությունը, առավոտյան սոված, ուտելուց հետո, թե գիշերային ժամերին։ Առողջ եղեք, կհանդիպենք հաջորդին։